Այսօր մենք պտղնա վահանքում ենք։ Ես անկեղծ չգիտեի նրա գոյության մասին։ Լիքը մարդ չգիտի այստեղի մասին։ Իդեպ հա ռեստավրացիա են անում, լրիվ վերակառուցում են, ինչը շատ հաճելի էր։ Նաև ես ուզում քո ուշադրությունը դարձնես ու հարց տամ մի հատ քեզ։ Անցքերը, որը մի քանի հատ է, ընդհանուր։ Այդ փակ է թվում, բայց ինչ ես կարծում։ Ինչի համար այդ անցքերը։ Ինձ թվում է այս անկյունում էլ է եղել, որը հիմա ավերված է, չկա, այսինքն 4-ը։ Ու եթե 4 անցքից ընկնի լույս մեջտեղը, ինքը խաչ կդառնա։ Հետաքրքիր բան ես ասում, բայց չէ։ Կամ ծուխի գնի, երթիկա։ Ոչ, լույսի համար, եթե նկատում ես։ Դե հա, մեծ բաներ կա։ Պատկերացնեք մեր հիմիկվա դռների չափը այս պատուհանները։ Հասկացա։ Ինքը դժվար հասանելի տեղ է, բայց հասանելի տեղ է պատկերացնում։ Իրան հասնում են։ Հիշի հայերը ինչ դժվարությունների մեջով են անցել։ Դե հա, դա հաշվի առնելով ինչի համար են եկեղեցիներում անցքեր արել։ Պատսպարվել կրակելու տեղից։ Նաև կրակելու, բայց նաև սնունդ բերել գրքեր, թանկարժեք իրեր պահելու համար։ Հա։ Եկեղեցիներում ամրոցներում կա այս պահոցների համար հատուկ հատկացված տեղեր։ Բայց կրակելն էլ է վերսիա։ Հիմնադրվել է 6-ից 7-րդ դարում Մանուել Ամատունու կողմից։ Ամատունիների տոհմը զինվորական տոհմ է եղել, ուստի շատ հավանական է նաև այդ տարբերակը։ Հասկացա։ Իրա վրա համ պահպանվել է հեթանոսական նշաններ, համ քրիստոնեական նշաններ։ Այո, շատ մասշտաբային է, շատ հզոր։ Այո, դա։ Հենց որ սրանց հետո եթե գաք պտղնի անպայման մի հատ այցելեք։ Թեկուզ եթե գաք քեֆ ուրախության։ Իսկ եթե ուզում եք մեր այս օրիգինալ ու ոչ մի ուրիշ երկու տղու չնմանվող ֆորմատը շարունակվի, լայքեք, գրեք։ Լայքս դիր, լայքս։